Հնարավոր է պացիենտի մոտ ախտորոշվի կերատոկոնուս, երբ որ այն առկա չէ, եւ հակառակը, չախտորոշվի կերատոկոնուս նրա վաղ փուլերում, այն դեպքում, երբ որ հիվանդությունը արդեն իսկ սկսված է։ Ինչով դա կարող է պայմանավորված լինել։ Շատ հաճախ մեզ մոտենում են պացիենտներ արդեն իսկ ախտորոշված կերատոկոնուսով, եւ նրանց ձեռքում մենք տեսնում ենք տոպոգրաֆիկ պատկերը եղջերաթաղանթի, սակայն մանրակրկիտ հետազոտության արդյունքում ախտորոշումը հերքվում է։ Ինչն է դրա հիմնական պատճառը, որոշ սարքավորումներ ինքնուրույն են կատարում կերատոկոնուսի դիագնոստիկան, սակայն երբ համադրվում է տոպոգրաֆիկ հետազոտությունները կլինիկական պատկերի հետ, ապա ախտորոշումը հերքվում է։ Օրինակ, շատ հնարավոր է եղջերաթաղանթի այս կամ այն պատճառով առաջացած սպիերը առաջացնեն եղջերաթաղանթի խիստ անկանոնություն, որը սարքավորումը կարող է դիտարկել որպես կերատոկոնիկ փոփոխություն։ Դրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ որոշ սարքավորումներ ախտորոշում կատարելիս նրանք հիմնականում հիմնվում են եղջերաթաղանթի արտաքին մակերեսի փոփոխությունների վրա, իսկ արդեն վաղուց բացահայտված է, որ կերատոկոնուսը իր առաջին դրսևորումները նկատելի են լինում եղջերաթաղանթի հետին մակերեսի վրա, ինչը կարող է նկատել եւ տեսնել միայն մասնագետի փորձառու աչքը։